Հիսուսին ամեն։ Դեք այսօր մի հետաքրքիր խոսք եմ պատրաստել, ուղղակի չեմ ուզում ես այսօր ստեղից քարոզանեմ դուք լսեք։ Ուզում եմ միասին ուղղակի նայենք, միասին քննենք մեր կյանքերը։ Եթե ինչ-որ բաց հատված կա, ես էլ ձեր հետ միասին, ես էլ ունեմ, ես էլ մարդ եմ։ Ուզում եմ իմ բաց հատվածներով գամ ձեր առաջ, ու այսօր ամեն մեկը թող լինի, ամեն մեկիս կյանքում խոստովանության օր։ Ամեն, ամեն։ Այստեղ կետեր եմ առանձնացրել, այստեղ խոսքեր եմ առանձնացրել, որոնք որ կուզենամ դու ինքդ քննես քո կյանքը, դու չնայես քո կնոջը, կինը չնայի ամուսնուն, դու չհիշես, երբ որ տեղ կկարդամ քո հարևանին, ամեն մեկս հիշենք մենք մեզ։ Ամեն։ Ու գանք այսօր ապաշխարող սրտով, չգանք դատող սրտով, գանք ապաշխարող սրտով, ամեն։ Դեք իմ խոսքի վերնագիրը այսպես եմ դրել, չենք փոխվում։ Ու գիտես, վերջերս խոսում էի իմ հարազատ մարդկանցից մեկի հետ ու քննարկում ենք միասին, դες մի բանից թվում էր, որ մարդիկ չեն փոխվում։ Հիմա դու կարող ես չհասկանաք, բայց հեսա ամեն ինչ մանրամասն կքննարկենք միասին։ Ինձ մի բան թվում էր, որ մարդիկ սենց հույսս կտրում էի, որ մարդը էլ չի փոխվում, էլ չկա տեղ։ Շատ լավ է, չէ՞, մարդը ապաշխարեց, ոնց է սկզբում, ամենասկզբից գանք։ Մենք սկզբից գալիս ենք Աստծո։ Ամեն։ Իմ մի խոսքը հոգևոր մարդկանց մասին է, այս աշխարհիկներից չեմ խոսում, Աստվածաշունչը հոգևորների համար է գրված։ Ամեն։ Իմ եւ ձեր մասին է։ Դες ոնց է սկզբում լինում, սկզբում մենք գալիս ենք Աստծո։ Մենք բաց ենք թողնում շատ երևացող մեղքեր ու սխալներ, որ կան մեր կյանքում։ Ոնց է լինում այդ գործընթացը։ Դու ավետարանվում ես, դու լսում ես Աստծո խոսքը, գիտես Աստծո խոսքը կպնում է քո սրտին։ Ու ինչ է տեղի ունենում, դու մինչև այդ հարբեցող էիր, թողում ես խմելը, դու մինչև այդ թմրամոլ էիր, թողում ես թմրանյութերը, ծխող էիր, թողում ես ծխելը, երևացող բաներ կան, որ հեռանում են քո կյանքից, բայց գիտես արմատացած բաներ կան, ես տեսել եմ շատ, ու իմ մեջ էլ կար, ու հիմա ես աշխատում եմ ու տեսնում եմ արդեն հաղթանակը, տեսնում եմ արդյունքը, դες արմատացած բաներ կան մեր կյանքում, որ այդպես էլ չեն փոխվում։ Արմատացած բաներ կան մեր կյանքում, որ եկել են երիտասարդ տարիներից, եկել են երեխա ժամանակներից ու մինչև հիմա մեր այդ բնավորությունները մեզ խանգարում են։ Դες երիտասարդ տարիներից դու կարող բռնկվող էիր ու ապաշխարեցիր ու շատ մեղքեր կան թողեցիր այդ բռնկվող հատկությունը մինչև հիմա կա։ Երիտասարդ տարիներից դու կարող հպարտ էիր, ապաշխարեցիր երևացող մեղքերը գնացին, բայց այդ հպարտության ծիլերը դեռ քո ներսում են։ Չներող էիր, ապաշխարեցիր լիքը բաներ, լիքը մարդկանց առաջին դու հայոյող էիր, հայոյող չես, բայց այդ չներման արմատները մինչև վերջ այդպես էլ դուրս չեկան քո կյանքից, իմ կյանքից։ Ամեն։ Ու այսօր ուզում եմ միասին խոսանք այդ մանկուց եկած, այդ փոքրուց եկած այդ արմատացած բաների մասին, որ մեր մոտ մենք այդպես էլ չենք փոխվում։ Մենք հոգևոր ենք կոչվում, բայց երբ որ ինչ-որ մեկը մի հատ նորմալ մեր ոտը տրորում է, մենք ամեն բան մոռանում ենք։ Գործի է դրվում մեր մանկունուկ ժամանակից եկած այդ բնավորությունները։ Ուզում եմ խոսքը սկսեմ առաջին Սաղմոսից։ Երբ բոլորից շատ քաչ հայտնի ծանոթ տեղ է։ Սաղմոս 1:1։ Ինչ է գրված։ Գրված է հետևյալ տողերը։ Ուշադիր եք։ Երանելի է այն մարդը, որ ամբարիշտների խորհրդի մեջ չի գնում, եւ մեղավորների ճանապարհի մեջ չի կանգնում, եւ ծաղր անողների աթոռի վրա չի նստում։ Այստեղ ինչ է ներկայացնում, այստեղ 3 կետ է ներկայացնում։ Երանելի է որ մարդը, երանելի է այն մարդը, որ ամբարիշտների խորհրդի մեջ չի կանգնում։ Հիմա միասին 3-ն էլ ուսումնասիրենք։ Երկրորդը, որ մեղավորների կներեք մեղավորների ճանապարհի մեջ չի կանգնում եւ ամենավերջինը ծաղր անողների աթոռի վրա չի նստում։ Դες այնքան կարևոր է, որ երբ որ դու նստած ես մի միջավայրում ու քեզ խորհուրդ են տալիս եւ խորհուրդ տալողը լսված չի Աստծո հոգով, շատ կարևոր է, որ դու քննես նրա խորհուրդը նոր ընդունես։ Հիմա օրինակ բերեմ։ Օրինակ շատ խորհուրդ կա, չէ՞, տարածված է վեզի
խորհուրդ է տալիս ու ես շատ եմ լսել աշխարհը, որ ասում են հետևյալ տողերը, ասում են ոչ դրա համար պետք է ինչ-որ բան անել։ Այդպես ինչքան էլ քեզի տանջես չարչարես, մեկը չի գնահատում։ Գիտես այս աշխարհում տարածված խորհուրդային ինչ ես քեզ կոտորում դրա համար, մեկը չես գնահատվում։ Դες եթե քո սպասումը մարդից այս խորհուրդը քո սրտով կլինի։ Ամեն։ Եթե քո սպասումը մարդից է, եթե դու սպասում ունես մարդից, եթե քո հույսը հարուստ հորողբերն է, իմացի որ ինքը մի օր քեզ նեղացնելու է, մի օր քեզ մեր բարբառով ասած քաշելու է։ Ասում եմ երանելի այն մարդը, որ ամբարիշների խորհրդի մեջ չի գնում։ Դες դու պետք է քննես այս հետևյալ խորհուրդը։ Ինչ ես քեզ կոտորում։ Այդքան արել ես երիքա, էլ երիքա անես։ Քննի ես խորհուրդը, դες Աստծո սրտին համապատասխան է։ Այնքան կարևոր է, որ մեզ այսօր բոլորը խորհուրդավոր են։ Չգիտեմ, սոցիալական հարթակները բացում ես, բոլորը խորհուրդ են տալիս։ Մի նվիրվեք չեն գնահատում, չգիտեմ, շատ մի սիրեք ատել կա, այս ձևի բոլորը խոսում են։ Բայց ինչքան հաճելի ես խորհուրդներից Աստծո սրտին։ Ու դու զգում ես այս մարդը ճիշտ է ասում, ես նվիրվեցի ինչ գնահատեցի։ Խոսքն ասում է երանելի է այն մարդը, որ ամբարիշների խորհրդի մեջ չի գնում։ Ամեն։ Եկեք բոլոր տեսակի խորհուրդները, բոլոր տեսակի քննենք Աստծո խոսքով։ Մի հետաքրքիր տեղով ուզում եմ հաստատեմ իմ խոսքը։ Աստվածաշնչից Մարկոս 9:41-ը բացենք միասին։ Մարկոս 9:41-ը։ Կներեք 41-ը չէ, Մարկոս 9:40։ Որովհետև ով որ մի բաժակ ջուր խմեցնե ձեզ իմ անունով, թե դուք Քրիստոսին եք, ճշմարիտ եմ ասում ձեզ, նա չի կորցնի իր վարձքը։ Խնդրում եմ, ուշադիր եղեք։ Ինչ որ անում եք Տիրոջ համար արեք։ Գիտես, եթե անում ես ու սպասում ես այդ մարդուց, այդ մարդը վաղ թե ուշ քեզ կոտրելու է։ Մի տրվի աշխարհիկ խորհուրդներին, մի տրվի, չգիտեմ, աշխարհում ինչ-որ հեղինակություն վայելող մեկի խորհրդին, մի տրվի հարուստի խորհրդին, տրվի գերբնական Տիրոջ խորհրդին, որը այստեղ գրված է։ Ամեն բան գրված է հետևյալ տողերը, որովհետև ով որ մի բաժակ ջուր խմեցնե ձեզ իմ անունով, թե դուք Քրիստոսին եք, ճշմարիտ եմ ասում, նա չի կորցնի իր վարձքը։ Ինչ որ անում եք, Տեր ասա դու ես տեսնողը։ Եվ գիտես վաղ թե ուշ Տեր հատուցելու է քեզ այդ մի բաժակ ջուրը, որ դու անում ես։ Այն քո անընդհատ վազելը, որ դու անում ես ու ասում ես Տեր, ես քո համար եմ անում։ Տեր ես մարդու սիրում եմ, ինքը սիրելու բան չի, բայց ես իրան սիրում եմ։ Գիտես խի, որտեղ դու ես ուզում որ սիրեմ։ Շատ մարդիկ կան, որ սիրելու բան չեն։ Բայց մենք պիտի չնմանվենք այս աշխարհին։ Այնքան եմ տեսել հոսանքի տակ ընկած մարդկանց, որ աշխարհը ինչ ասում է, կողքին ինչ խոսում է, ինքը ավտոմատ կրկնում է, մոռանալով թե ինչա պատվիրում Աստծո խոսքը։ Եկեք այս ամենն էր, որ ինձ մի բա ստիպում էր մտածել, որ մարդիկ չեն փոխվում։ Լավ, այս մարդը գալիս է եկեղեցի, այս մարդը ամեն կիրակի լսում է Աստծո խոսքը, բայց երբ որ, չգիտեմ, փորձություն ասեմ, իրադարձություն ասեմ, երբ որ այդ ամենը տեղի ունենում, այս մարդը տրվում է սատանայի կողմից ուղարկված սադրանքների, սատանայի կողմից հրահրվում է ինքը ու լսում է աշխարհի կողմից բերված խորհուրդը։ Այնքան կարևոր է, որ ամեն վիճակում մնանք հավատացյալ։ Այնքան կարևոր է, որ դու քո սիրտը քննես, Տեր մաքուր անտեղ, Տեր քո սրտին հաճելի է իմ սիրտը։ Ամեն։ Առաջինը որ խոսքն ասում է, երանելի է այն մարդը, որ ամբարիշների խորհրդի մեջ չի գնում, խնդրում եմ, որոշում կայացրու։ Շատ մարդկանց հետ ես դու շփվելու, որ քննելու ես նրանց ամեն մեկի խորհուրդը։ Տերն ասում է երանելի է այն մարդը, որ ամբարիշների խորհրդի մեջ չի գնում։ Քեզ լիքը խորհուրդավորներ են լինելու, չգիտեմ, սիրելի կանայք գնալու եք Վարշավիրանոց, ձեր մազեր կտրողը մի ժամով դառնալու է ձեր խորհրդատուն։ Այնքան խորհուրդներ կտա ձեր կյանքի հետ կապված։ Խնդրում եմ, քննեք ամեն խորհուրդ։ Գնալու եք, չգիտեմ, տարբեր միջոցառումների, քննեք ամեն խորհուրդներ, լսել եք մեծ խոսքեր, քննեք ամեն տեսակ խորհուրդները, ամեն։
Երկրորդ կետը։ Եվ մեղավորների ճանապարհի մեջ չի կանգնում։ Երանելի այն մարդ, որ ամբարիշտների խորհրդի մեջ չի գնում եւ մեղավորների ճանապարհի մեջ չի կանգնում։ Ամեն։ Դες քո ընտրած միջավայրը պիտի փառավորի Աստծուն։ Կրկնում եմ մեկ անգամ էլ։ Քո ընտրած միջավայրը պիտի փառավորի Աստծուն։ Ամեն։ Ամեն։ Դες եթե քո ճանապարհը քեզ տանա քո ընկերոջ կամ բարեկամի տուն, որտեղ սպասվում է սուրճ, սիրտը դու ղխպայր, որտեղ այնտեղ կարող է բամբասան քեզ սպասվի։ Ամեն։ Եթե գիտես, որ դու գնում ես, որ դու օրը պարապես մնացելու գնում ես ընկերի հուտ մոտ սրճելու, ամեն մի քիչ կխոսակ, իմացի, որ մեծ հարցակումներ է գալիս այդ խոսակցության ընթացքում։ Իմացի, որ պարապես մնացելու գնում ես սուրճ խմելու, մեծ հարցակումներ, բամբասանք, հետո մեշոկներով բամբասանք են ձեզ սպասվում։ Գիտես թե ամենասարսափելին որն է, որ մենք պարապ ենք մնացել։ Ու այդ հոգևորը, երբ որ պարապ է մնացել ու գնում է ընկերուհու կամ ընկերոջ մոտ սրճելու, միասին շփվելու, հարցնում ես, ասում ես՝ «Խի Աստվածաշունչ չես կարդում», ասում ժամանակ չունեմ։ Շատ տարածված, ամենատարածված խոսքը, որ հոգևորների եկեղեցի գալացողներից հիմնական մասը հարցնում ես, Աստվածաշունչ կարդացել ես, սա մի ամիս առաջ, չգիտեմ, 20 օր առաջ։ Ի՞նչն է պատճառը, որ չես կարդում, ժամանակ չունեմ։ Բայց երբ որ 10 րոպե ազատ ժամանակ ես գտնում, ես կամ դու չգիտեմ ինչ-որ մեկիդ կոնկրետ չեմ մատնանշում, բայց երբ որ 10 րոպե ժամանակ ես գտնում, գնում ես ընկերուհուդ մոտ սրճելու, որովհետև լիքը թեմաներ են հավաքվել։ Ամեն, ուշադիր եղեք, խնդրում ուշադիր եղեք, որտեղ խոսքն ասում է երանելի այն մարդ, որը մեղավորների ճանապարհների մեջ չի գնում։ Ուր ես գնում դու։ Սուրճ խմելու եւ Աստծո խոսքը տարածելու։ Թե գնում ես սուրճ խմելու եւ բամբասելու, որովհետեւ այնքան թեմաներ են հավաքվել։ Պիտի մեկ եթե տրակես այդ թեմաները, սիրտդ էլ չի դիմանում։ Գիտես, այս ամենի հետևում կանգնած է պարապությունը։ Կանգնած է պարապությունը։ Պարապությունը հավատքի գեներալներից մեկին ես շատ եմ սիրում, գցեց մեղքի մեջ։ Գիտեք ում մասին է խոսքը։ Դավիթ թագավորի մասին է խոսքը։ Հիշում եք պատմությունը, եթե չեք հիշում, կարճ ներկայացնեմ ձեզ։ Գրված է երկրորդ թագավորաց 11:1-ում։ Դավիթի զորքը գնացել էր պատերազմ։ Դավիթի զորքը ինքը թագավոր լինելով գնացել էր պատերազմ ու ինքը իրավիճակը այսպես են պատկերացնում։ Դուրս էր եկել պատշգամբ այդպես, չգիտեմ, եղանակներ վայելում։ Բայց զորքը պատերազմում է, բայց ինքը պարապ էր։ Ու գիտես ինչ եղավ, տեսավ հարևանի կնոջը, որ իր աչքին հաճելի թվաց։ Եվ ընկավ շենության մեջ Դավիթը։ Դավիթը մեկներ մասին Աստված ասում է Դավիթի սիրտը ինձ հաճելի է։ Գիտես ամեն ինչի հետևում ինչն էր, ամեն ինչի հետևում պարապությունն էր։ Իմացի այդ նույն պատերազմը, որ Դավիթի ժամանակ էր ու Դավիթը պարապ էր, այսօր այդ նույն պատերազմը իմ ու մեջ էլ է։ Նույն պատերազմը ոչ մի բան չի փոխվել։ Եթե դու կլինես ծովի ափին ու կլինի, չգիտեմ, ծովի այն հանգիստ խշշոցը, ծիտիկների ծլվելոցը ու դու կվայելես այդ եղանակը, իմացի որ այստեղ պատերազմ է, քո գլխի վերևում պատերազմ է։ Եղանակը ոչ մի բան չի որոշում, պատերազմը չի վերջացել։ Մինչև քո կյանքի վերջը, մինչև մեր կյանքի վերջը, ես ու դու պատերազմի մեջ ենք։ Ամեն։ Եվ ինչ պատահեց, պարապության պատճառով Դավիթ թագավորը կավ մեղքի մեջ։ Նա իմ ու քո կյանքը չկեղտոտվի, չպղտորվի պարապության պատճառով, ամեն։ Սա երկրորդ կետն էր, որ ասում եմ, երանելի այն մարդը, որ մեղավորների ճանապարհների մեջ չի կանգնում, եւ երրորդը ու ամենա ինձ համար ծանոթ կետը երանելի այն մարդ, որ ծաղր անողների աթոռի վրա չի նստում։ Դες ձեր դիմաց մեկն ով ծաղր անելու չեմպիոն է։ Էր ներողություն։ Բայց գիտես, հետքերը մնացել են։ Ես աշխատում եմ իմ վրա։ Ինձ դուր էր գալիս ինչ-որ մեկի, կներեք բարբարով օգտագործեմ, ինչ-որ մեկի վրա լրվել է։ Ինձ այդ շատ էր դուր գալիս։ Բայց Աստվածաշունչը, Աստված գիտես հանդիմանում է, ես շատ սարսափելի հանդիմանվել եմ։ Շատ սարսափելի։ Գիտես, ես ու դու պիտի քննենք մեր կյանքը։
Երբ որ ընտանիքով հավաքվում ենք, երբ որ ընկերներով հավաքվում ենք ու խոսում ենք ինչ-որ մեկի մասին, օրինակ, դե պետք է մարդ, ամուսնացած, այդքան երեխեքի տեր, չի բաշարով մի հատ գործ ճարի։ Գիտես, այդ մեր խոսալու թեման չի ժողովուրդ, եթե այդքան քո սիրտը ցավում է, գնա գործ գտի այդ մարդու համար, այդ կլինի Աստծո սրտին հաճելի։ Մենք կանչված չենք ինչ-որ մեկին քննադատելու, դրանք բանտանիք են, բայց մարդ, ինչ-որ մեկի անուն կպցնելու, իրանելի այն մարդը, որ ծաղր չի անում։ Գիտես, եթե ինչ-որ մեկի համար, եթե քո սիրտը ցավա, իմ սիրտը ցավա, մենք ուրիշ սրտի դիրքից կխոսանք այդ մարդու մասին։ Եթե աշխատանքի խնդիր ունի, երեխաներին չի կարողանում պահի, դες արի ես դու գնանք իրան աշխատանք ճարենք։ Իմ ու քո ռեսուրսներն օգտագործենք այդ մարդու աշխատանք ճարելու համար, այդ մարդու երեխային հաց հասցնելու համար։ Գիտես, նստել, քննել, նստել, դատելը վերջի բանն է, որ կարանք անենք ու այդ ամենը սզվելի է Աստծո աչքին։ Եկեք ոչ մեկին անուն չկպցնենք, ես էլ ձեր հետ միասին։ Ամենաառաջինը ինձ եմ ասում, հետո մնացածին եմ ասում։ Ոչ մեկին անուն չկպցնենք, երբ որ երեկոյան, չգիտեմ, ամուսիններով կլինենք, ընտանիքով կլինենք, կխոսանք ինչ-որ մեկի մասին, խնդրում եմ ուղիղ պահեք ձեր սրտերը։ Ես շատ եմ ներկա եղել տարբեր առիթների եւ խոսել ենք ինչ-որ մեկի մասին ու ասել ենք ավելի լավ աղոթենք իր համար։ Շատ լավ բան եք ասել, բայց ոչ մեկը չի աղոթել իր համար։ Եկեք ոչ մեկի կյանքը չսարքենք քննարկման թեմա մեզ համար, ամեն։ Եկեք ոչ ոքի չծաղրենք։ Այնքան մարդիկ կան, մենք էլ ծաղրվելու տեղ ունենք, մենք էլ կարող ենք ծաղրել։ Խնդրում եմ, եկեք ես ուղենք մեր սրտերը։ Եթե այս ամենը կա խոսակտում, մենք վերջում բոլորս միաբան աղոթք ենք անելու։ Ես իմ սիրտն եմ բերելու Տիրոջ առաջ, դու քո սիրտը բեր։ Գիտես, հիմա մի քանի կետեր կներկայացնեմ, երկար չեմ խոսի։ Մի քանի կետեր կներկայացնեմ ձեզ։ Ու եթե այդ կետերի մեջ դու քո սիրտը կտեսնես, քո կյանքը կտեսնես, ուղղակի վերջում կանգնիր, բոլորս կանգնելու ենք, անհատական ոչ մեկի մասին չեմ խոսալու, ոչ մեկից բան չեմ ուզում։ Ուղղակի քո սրտի հետ կխոսես։ Ասա Տեր, ես ապաշխարել եմ։ Ես եղել եմ, ես այս թեման ինձ ծանոթ է, այս թեմայի մեջ ես տեսա։ Ես անձամբ ինձ այս թեմայում տեսնում եմ։ Ու եկել եմ ձեր իմ քույր եղբայրների հետ միասին, որ ես էլ հաղթահարեմ այս շրջանը։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Դες այս ամենը տենալով այսօրվա վերնագիրը ոնց ասեցի, հիշում եք, չենք փոխվում։ Գիտես, այս ամենը տենալով ես ուղղակի տեսնում էի մարդիկ խմողերել չեր խմում, չգիտեմ, թմրանյութով չեր օգտագործում, բայց այս ամենը տենալով ես զգում եմ, որ մարդիկ այդպես էլ չեն փոխվում, որտեղ այս ամեն կետերը շատ-շատերի կյանքում էի տեսնում։ Ամեն։ Գիտեք, հիմա ուզում եմ մի քանի կետեր ներկայացնել ձեզ ու վերջում միաբան աղոթենք նրանց համար։ Եվ այդ կետերից ամենա չգիտեմ, վախենալու ասեմ, սարսափերին ասեմ, ամենաշատը հոգևորների մոտ հանդիպող ասեմ, գիտես այդ որ մեկն է, առաջին կետը համեմատվելն է։ Համեմատվել։ Գիտես, երբ որ դու համեմատվում ես հարևանիդ հետ, երբ որ դու քո ամուսնուն ասում ես, դες հարևանի չգիտեմ, ամուշի ամուսինը, դες ոնց է իրականոջ հետ շփվում։ Դա իմ մարդը։ Ու սկսում ես ներսում է տակնուշ բարձրացնել։ Համեմատվում ես ինտերնետում ամենատարածված, չգիտեմ, հարթակն է, մարդիկ համեմատվում են իրար են, մարդիկ մեկը մեկին ուզում ամուսնի, մեկը մեկից ավելի սիրուն լինի, մեկը մեկից ավելի շքեղ լինի։ Ու գիտես, երբ որ մի ոլորտ կա, որտեղ էլ դու չես ձգում, դու սկսում ես տրտնջալ, որտեղ դու հետ մնացիր համեմատության մեջ, դու կռվեցիր այդ մրցավազքը։ Գիտես, դու տրտնջ ես բարձրացնում քո ընտանիքի անդամների հետ, քո ամուսնի, քո կնոջ, քո երեխաների, ինչի դա երեխան կարողանում է, իմ երեխան չի կարողանում, դու տրտնջում ես Աստծո դեմ։ Խնդրում եմ, ոչ մեկի հետ մի համեմատվիր։ Մարդիկ համեմատվում են այսօր նույնիսկ հեռախոսներով։ Գիտես, այսօր աշխարհը գտել է ձևը։ iPhone, Samsung, 14, 15, 16, 17, այդպես բարձրանում է։ Ու գիտես, դու տեսնում ես ընկերդ ունի 15, իսկ քոնը դեռ 11 Pro է։ Ու սիրտը սկսում է խառնվել իրար։ Գնում ես ընտանիքի անդամների, սկսում ես բուգը բռնել։
Գիտես թե որտեղ դու համեմատվում ես, որտեղ ես համեմատվում եմ։ Ինչի պետք է իմ ընկերը 11 ունենա, 15 ունենա, իմը 11։ Խնդրում եմ ոչ մեկի հետ մի համեմատվիր։ Գիտես համեմատությունից հետո ինչն է ծնվում, կներեք։ Մի բանի մասին էլ խոսամ։ Գիտես համեմատության մասին հստակ խոսում Աստվածաշնչում։ Պատվիրանները հիշում եք։ Ով ամենավերջի պատվիրանը կասի։ Ինչ։ Ոչ մեկ չի ասի։ Ապրի մեր այգուի քույրը։ Ասում եմ, մի ցանկացիր քո արևանի ոչ ունեցվածքը, ոչ մեքենայի, ոչ կնոջը, ոչ գիտեմ անասունին։ Գիտես, այս համեմատվելու հետ հոմանիշ է։ Միցա, եթե ինքը ունի դու չունես, նորմալ է։ Ինքը աշխատել է ունի, ինքը քրտնաջան աշխատել է ունի, եթե դու չունես, նորմալ է։ Աշխատես դու հետ կունենաս, բայց մի բան համեմատվի, մի քո ամուսնու կյանքը քեզ, որ ինքը չի հասցնում, մի նեղացրու իրան, մի քո կնոջը հիասթափեցրու, որ այն մյուսի կնոջը տեսել ես համով ասարքում, բայց քո կնոջ մոտ այդքան էլ լավ չի ստացվում։ Եկեք ոչ մեկի հետ չհամեմատվեք։ Ամեն։ Տերն ասում է մի ցանկացիր։ Գիտես համեմատվելուց հետո ինչն է գալիս։ Հաջորդ կետը համեմատվելուց հետո առաջացնում է նախանձը։ Իրանք եղբայրներ են։ Մեկը մեկի հետ շատ սերտ կապ ունի։ Համեմատվելուց հետո գալիս է նախանձ։ Ով կբացի նախանձ բառը։ Նախանձ, չէ՞։ Նախ ինձ։ Առաջինը ինձ։ Սենքան ուշադիր պիտի լինեք ես ներողություն։ Ենքան ուշադիր պիտի լինենք ես բառի հետ կապված։ Նախ ինձ։ Ու գիտես, երբ որ ես խոսքը պատրաստում էի, մտածեցի, էլի պատկերացնում եք, որ Քրիստոսը նախանձ լիներ։ Կարենչիկը ասում է պատկերացնելու չէ։ Ոչ մի բան չի ստացվի։ Շատ պարզ։ Նա Քրիստոսը գիտեք հասկանում էր, թե իրան ինչ է սպասվում։ Ասեր Տեր դու հայր ես, բայց դու իմ մասին չես մտածում, բայց ես մարդ չեմ։ Գիտես ոչ մի նման բան։ Ինքը ընդհանրապես չմտածեց իր մասին։ Հետո գնաց պարտեզում ասում արյունի մեջ թաթախված աղոթում էր եւ ասում էր Տեր, թող քո կամքը լինի։ Դու հայր ես ու իդեալական հայր ես։ Ձեր հայրը իդեալական հայր են, ձեր ամուսինները կանայք իդեալական են, ձերն են, մերն են։ Ամեն։ Դες ամենաառաջինը եկեք չկենտրոնանք մենք մեր վրա։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Գիտես, երբ որ ինչ-որ մեկի միտքը կգա իր քույր, եղբոր, չգիտեմ, թերությունը կամ թերությունների մասին, եկեք ոչ մեկի թերությունների մասին չխոսանք, կամ առաջինը սկսենք ինքներս մեր թերությունից։ Ոչ մեկին մի ցանկացի, ոչ մեկի ունեցվածքը մի ցանկացի։ Գիտես, եթե չեմ սխալվում առակած գրքում ասում նախանձը փտություն ոսկորներին։ Նախանձը փտություն է, նախանձը հոգևոր պատերազմ է, հոգևոր կռիվ է, որի դեմ պիտի կռվենք մենք բոլորս։ Դες առաջինը համեմատվելն է, երկրորդը նախանձն է։ Մեկից ծնվում է մյուսը։ Ու գիտես, թեմայից դուրս մի բան ասեմ, նախանձի հետ կապված։ Ես հիշում եմ, որ տարիներ առաջ էր հովիվներից մեկի հետ էի խոսում, մեր հովիվ Կարենի հետ էի խոսում։ Եվ խոսում ենք, ես երևի եմ ասել բեմից, և խոսում ենք քաղցկե հիվանդությունից։ Ինք ասեց քաղցկեղը շատ սերտ կապ ունի նախանձի հետ։ Գիտես, որովհետև քաղցկեղը ինքը չերևացող հիվանդություն է, չէ՞ ոնց է, որ ինչ-որ միտեղ, ինչ-որ մի խնդիր կա, այդ տեղից հեռացնում են այդ խնդիրը, չգիտեմ, ինչ կա, ու իր աղեկը, չգիտեմ, ցավում է, հեռացնում են, ցավը վերանում է։ Ու մնացած լիքը հիվանդությունների կա։
կա որը որ հիվանդության արմատը շոշափելի է, իրան գտնում են։ Գիտես, բայց քաղցկեղը շոշափելի չի։ Որտեղ ինքը հոգևոր կռիվ է։ Եվ ասում նախանձը փտություն է ոսկորներին։ Ոչ մի բան հենց այնպես չի։ Բոլորը մեկը մեկի հետ կապ ունեն։ Առաջինը համեմատվելն է, երկրորդը նախանձն ամեն, եւ երրորդը, որը որ ես առանձնացնել եմ եւ որի միջով որ ես անցնելու անցնում եմ, հստակ այստեղ շատերը կգտնեք ձեզ բարկությունն է։ Ես հոգևորները, որոնք որ ես տեսել եմ չեն փոխվում ու խնդիրներ ունեն ես էլ միասին, մեկը բարկությունն է։ Դες շատ եմ լսել, որ ասում են այս աղբերը ես ինչ քարոզել է քարոզում։ Այս ինչ։ Վստահ եմ, որ ես իմ խոսքերն էլ ինչ որ մեկը էկրանով նայեք, ասի ես ինչ տաղայ է, ես ինչ բառեր ասում։ Բայց էլ այդ մեկը թողա իմ ոտը տրորի։ Օրինակ, ես հավատում եմ, որ անցել եմ այդ շրջանը, որ իմ ոտը տրորեն, ես էլ նրա ոտը պիտի տրորեմ։ Ու հավատում եմ, որ դուք էլ անցել եք, անցնում եք, ու եթե չեք անցել այսօր լինելու ազատագրման օր։ Գիտես, երբեք չփորձեք նմանվես, կամ չգիտեմ, ամուսնուդ նմանեցնես, կամ կուզենայի էկրանում, չգիտեմ, ում քարոզներն ես տեսում, այս ինչ մարդը ասել սրա նման լիներ։ Չէ, քո մարդն իդեալական է, դու ուղղակի աղոթի իր համար։ Դու ուղղակի աղոթի իր համար։ Ամեն։ Որոշողը Տերն է, լուծողը Տերն է։ Ես չգիտեմ այդ մարդու կյանքը, այդ քարոզիչի կյանքը օրհնում եմ իրան։ Շատ լավ է։ Բայց ամենակարևորը, որ մեր կյանքերը փոխվեն, որ ինձ ճանաչողը, ասի հայ մայր աստված փոխվել է։ Հայոյող էլ չի հայոյում, բարկացկոտ էր, էլ չի բարկանում։ Այդ ամենագիտեք շատ ով կար ասի, ամենաճիշտ ով կար ասի մեր ընտանիքի անդամները։ Մեր կանայք, չգիտեմ, ամուսինները, երեխաները, ծնողները բարկանում ենք թե չէ, հայոյում ենք թե չէ։ Ոչ մեկի հետ եկեք այսօր չհամեմատվենք, ոչ մեկին չնախանձենք ոչ մի բանի համար, ամեն, ու ինչ իրավիճակ էլ որ լինի մեր կյանքում, ինչ իրավիճակ էլ որ լինի մեր կյանքում, ամեն, եկեք չբարկանանք։ Սիրելիս, եթե դու տեսնում ես, ես չեմ ուզում երկար կետեր գնամ, ես ուզում եմ այսօր կանգնենք ես 3 կետի վրա։ Միջև սրանք ծառաչեն, որ խոսացինք, որ մենք պիտի չծաղրենք, պիտի ծաղր անողների միջավայրում չնստենք, այդ ամենը դա հաճախ Աստծո առաջ։ Պիտի չգնանք միտեղ մեր ոտքերը չստապեն, միտեղ որտեղ մեզ բամբասանք է սպասվում։ Գիտես, եթե պարապես խնդրում եմ ժամանակը տրամադրի Տիրոջը, ուղղակի խնդրում եմ քեզ, կարդա Աստծո խոսքը, լսվի Աստծո խոսքով, պատերազմը չի վերջացել, պատերազմը միշտ էլ շարունակվելու է։ Եթե ամեն բան հիմա խաղաղ հանգիստ է, այստեղ հանգիստ ստացած ենք, դիտես հենց հիմա մեր գլխավերևում պատերազմ անգնում, հոգու կռիվ անգնում, հարցակում անգնում, մեզ մեղքի մեջ գցելու սատանայի կողմից անընդհատ կրակոտ նետեր են գալիս, որ ինչ-որ միտեղ մենք սխալվենք, ինչ-որ միտեղ մենք ընկնենք, գիտես այդ պատերազմը երբեք չի վերջացել ու չի էլ վերջանա, ամեն։ Փառք Հիսուսին, երկու տեղը նայենք ու վերջացնենք։ Եփեսացիս 4:26 Եթե ինչ-որ մեկը շուտ կվացի, թող կարդա։ Եփեսացիների 4:26 Մեր աստղիկը թող կարդա լսենք։ Բարկանակ մի մեղանչեք, փոխարենկակը ձեր բարկության վրա չմտնի, և տեղին չտակ սատանային։ Ամեն, ասում եմ, երբ որ կգա բարկանակ, մի մեղանչեք, ուզում եմ մի բանի վրա ուշադրություն դարձնենք, որ բարկությունը գալու է։ Այնպես չէ, որ ծորետի, չգիտեմ, են կռանցներից լինի, սես թեքեք էլ չեն բարկանալու կյանքում։ Բարկությունը գալու է, ու նորմալ է էդի, որ գալու է։ Գիտես, բայց ամենակարևորը բարկությունից հետոն է։ Խոսքն ասում է, երբ որ կբարկանաք, մի մեղանչեք։ Ամեն։ Ես բարկացած մարդը ամեն ինչի թունական։ Դու կարաս բարկացած ժամանակ բաներ անես, որից հետո շատ ես փոշմանելու, բայց ոչ բաներ չես կարող հետ վերել։ Գիտես, սպանություններ են տեղի ունեցել բարկության ընթացքում, ու մարդիկ գիտեք ինչ էին ասում, ասում են չհասկացանք հետերս ինչ կատարվավ։ Երբ որ բարկանում ես, դու կորցնում ես քո կառավարումը։ Դες դու դառնում ես կառավարվող։
կարող է բաներ անես, որի պատասխանը երբեք էլ կյանքում չկարողանաս տաս։ Ամեն։ Ու ամենավերջին տեղը Հռոմեացիս 12-րդ գլխի հենց երկրորդ խոսքից։ Ես կկարդամ դες համար։ Ուշադիր եղեք։ Ամենակարևոր խոսքը, որ ուղղակի կարող բռնեք ձեզ համար այս խոսքը ու գնաք։ Խնդրում եմ, նշեք ձեր մոտ, չգիտեմ, պահեք ձեր մտքով, ասում եմ, եւ մի կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով։ Գիտես, այս աշխարհի կերպարանքը ինչ է նա, համեմատվելն է, այս աշխարհի կերպարանքը նախանձելն է, այս աշխարհի կերպարանքը ծաղրանելն է, համբասելն է, սխալ խորհուրդներ լսելն է, այս աշխարհի կերպարանքը բարկանալն է։ Եվ խոսքը ասում է, եւ մի կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով։ Այլ ինչ արեք, այլ նորոգվեք ձեր մտքի նորոգությամբ, որ դուք քննեք, թե ինչ է Աստծո կամքը, բարին, հաճելին եւ կատարյալը։ Ամեն։ Դες Տերն ասում է, երբ որ պարապ կլինես, Տերը դեմ չի սուրճ խմելու։ Բայց գիտես, ոնց են ասում առաջ երկու կին, մի հատ արտահայտություն կա, երկու կինիկ մի պռովնիկ, այդպես մի բան է իրանք սրում։ Գիտես, այս աշխարհում իրականում են ձև է։ Տերն ասում է, երբ որ պարապ կլինեք, խնդրում եմ, Տերը ոչ, գիտեք մեր Աստծո ջերմենական լինելու կողմը որը որ ես շատ եմ սիրում, ինքը ոչ մի բան չի ստիպում։ Այս ազատ կամքն է։ Մարդիկ այսօր ազատ կամք ասելով ամեն ինչ հասկանում են, բացի Աստծո կատարյալ սիրից։ Աստված այնքան շատ է քեզ սիրում, որ քեզ ոչ մի բան չի ստիպում։ Ուզում ես երջանիկ ապրես, արի ինձ մոտ։ Ես քեզ չեմ ստիպի դու երջանիկ ապրես։ Ես քեզ չեմ ստիպի դու գնաս դժոխք։ Դες մարդը ձեռքերով ընտրում է իր ուղին իր ճանապարհը ու ասում է, բա Աստված ուր է։ Մեր Աստված տվել է քեզ ազատ կամք։ Եթե որոշել ես ազատ ժամանակ Տիրոջը ժամանակ հատկացնես, արա Տերը այդ ձևին էլ է համաձայն, բայց այդ ձևի էլ վարձատրվելու ես։ Մի անգամ էլ կարդում ասում եմ, եւ մի կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, այլ նորոգվեք։ Ինչ է նշանակում նորոգվել։ Երբ որ կվերցնես այս խոսքը, Աստվածաշունչը հայլի է։ Երբ որ կկարդաս այս հայլի, կնայես հայլի մեջ ու կտեսնես քո մեղավոր էությունը, կասես Տեր, ես ուզում եմ նորոգվել։ Նորոգի ինձ։ Ուղղիր իմ քայլերը, ուղղիր իմ ոտքերը։ Ես համեմատվում եմ իմ ընկերուհու հետ։ Ես նախանձում եմ մեր եկեղեցու քույրիկին, որտեղ իր ամուսինն է իրան ավելի շատ է սիրում։ Ես բարկանում եմ, երբ որ ինչ ճիշտ չեն հասկանում։